Այսօր երեգոյան ժամը 7-ին գետրոնական Բեյրութի շուգաներու կոհարեղենի հատվածին մեջ պացումը գգադարվի Արամե Art Gallery-ի հերթական ցերնարգին Ավետիս Խաչատրյանի կորձերու ցուցահանդեսին։ Առաջին անգամ եմ լինում Լիբանանում եւ շատ սիրեցի, ինչը սիրեցի։ Լիբանանում ապրող հայերի հայրենասիրությունը սիրեցի։ Այստեղ մարդիկ ժպտում են եւ այդ ժպիտը ինձ դուր է գալիս։ Մարդիկ ներքուստ ժպտում են քեզ։ Իսկ դա արդեն լավ է։ Ես ինձ լավ եմ զգում, ուրախ եմ զգում։ Խոսքը հայրենի արվեստագետ Ավետիս Խաչատրյանին է, զավակը արվեստագետ ընտանիքի։ Հորը Ձանոտ Սերխաչի եւ եղբոր հետ անհաջող ստեղծագործած է արվեստանոցին մեջ։ Աբա ցուցահանդեսներ գազմագերբած Մոսկվայի, Վենեդիգի եւ Հայաստանի մեջ։ Գիտեք, շատ կարեւոր է, որ արվեստագետը շատ ինքնատիպ լինի։ Այսինքն ես այն ինչը նկարում եմ, ես իմ մեջից եմ նկարում, փորձելով չկրկնվել, չնմանվել, որտեվ ես հենց ինքս այդպիսին եմ։ Ես նկարում եմ, կարծես թե նկարում եմ իմ մեջ, իմ ներսում ապրող Ավետիս Խաչատրյանին։ Ինչպիսին եմ ես, ինչպիսին են իմ հույզերը, իմ սերը, իմ հեքիաթները, իմ կարոտը, իմ սպասումները, այսինքն այն ինչը ես միշտ ապրում եմ, իմ կենցաղում, իմ հայրենիքում։ 4 տարի աշխատակցելով Արամե Art Gallery-ի հետ, այսօր արդեն ցուցահանդես կգազմագերբվի նաև Բեյրութի մեջ։ Ցուցահանդեսում ցուցադրվելու են մոտ 40 աշխատանք, վերջին շրջանի աշխատանքներ են, մոտ 2014 եւ 2015 թվականի իմ ստեղծագործություններ են։ Ընդհանրապես ես նկարում եմ հեքիաթներ, այսինքն հեքիաթային ոճով, ժամանակակից արվեստ եւ իմ նկարներում հիմնականում պերսոնաժներ են եւ իմ ձևով, այսինքն ես իմ հեքիաթն եմ նկարում, իմ մոլորակն եմ նկարում։ Խաչատրյանի կորձերուն մեջ կհանդիպին գրեթե բոլոր գույներուն, այդ ծնունդն է արվեստագետի դրամատրության։ Սովորաբար գույները մարդուն փոխանցվում են, գեղանկարչին փոխանցվում են ըստ տրամադրության։ Թե ինչ տրամադրությամբ ես գտնվում դու, երբ տրամադրությունը բարձր է լինում եւ լավ տրամադրություն ես ունենում, ենթադրենք սիրահարված ես լինում, նկարում ես ավելի լուսավոր գույներով, երբ որ տխուր ես լինում, ավելի տխուր գույներով ես նկարում, այդպես է, ինչ տրամադրությամբ դու գտնվում ես, այնպես էլ նկարում ես, թեման էլ է այդպես, եթե դու ընտրում ես սիրո թեմա, ուրեմն սիրահարված ես, եթե հուզված ես ինչ-որ այդպիսի թեմա ես նկարում, եթե ազդված ես քո ընտանիքից, քո երեխայից, քո կնոջից եւ այլն, նկարում ես կենցաղային ընտանեկան ինչ-որ թեմա, այնպես որ տրամադրությունից է։ Արվեստագետին համաձայն կարևոր յուրահատկություն է անգեղծությունը, ինչպես կյանքի, այնպես էլ արվեստագիտական ստեղծագործության մեջ։ Լինում են մարդիկ, որ շատ են սիրում իմ արվեստը, լինում են մարդիկ, որ իրենց հոգուն հարազատ չի, հնարավոր չի մարդուն բոլորին սիրել, այսինքն մարդը հնարավոր չի բոլորին սիրի կամ ինձ, այսինքն ես շատ եմ կարևորում անկեղծ ստեղծագործելը։ Կարևորը դա է, որ ես չեմ խաբում ինքս ինձ եւ չեմ խաբում իմ դիմացնին։ Ես այնպեսին եմ, ինչպիսին որ կամ։ Իր յուրահատուկ մարդուկներով հեքիաթային կյանք պատմող Ավետիս Խաչատրյան կհավատա, որ կարևորագույնը արվեստ քննադատելն է, թրական թե ժխտական։ Արվեստագետ դա կապ չունի գեղանկարիչ, ինքը պիտի ցուցադրվի։ Բանաստեղծը պիտի գրի, որ կարդան։ Եթե նրա գրածը ոչ ոք չկարդա, ուրեմն նա կդադարի գրելուց, կամ եթե դերասանը բեմի վրա չխաղա, այլևս կդադարի ստեղծագործելուց բեմում։ Նույնն էլ նկարչի մասին է։ Արվեստագետը սիրում է, որ իրեն ծափահարում են, իրեն տեսնում են, անգամ թեկուզ քննադատում են։ Արամե Art Gallery-ի գազմագերբած Ավետիս Խաչատրյանի կորձերու ցուցահանդեսը կշարունակվի Բեյրութ Սուքսի կոհարեղեններու շուգային մեջ